Ազգային անվտանգության և ռազմավարական նախագծերի մասին խոսելիս Հայաստանի իշխանությունը փորձում է ընդգծել մեկ սկզբունք. վտանգավոր նախաձեռնությունների մեջ Հայաստանը չի ներգրավվի։ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ցուցակի նախնական քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Հայաստանը չի մասնակցի որևէ նախագծի, որը կարող է վտանգավոր լինել երկրի համար։ Միաժամանակ ընդգծելով, որ Հայաստանը շահագրգռված է ժամանակակից տեխնոլոգիաների հասանելիությամբ։ Խոսքը մասնավորապես մոդուլային ատոմակայանների մասին է։ 1-2-3 համաձայնագիրը գիտեք ինչի մասին է։ 1-2-3 համաձայնագիրը նրա մասին է, որ Հայաստանը կունենա հնարավորություն ամբողջական տեղեկատվություն ստանալ այդ թվում մոդուլյար ռեակտորների այն տեխնոլոգիաների վերաբերյալ, որ Միացյալ Նահանգները ունի, որովհետև ես ուզում եմ ընդգծել բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ այս համաձայնագրի մաս չկազմող պետությունների համար այդ տեխնոլոգիաները գաղտնի են, այսինքն որևէ մեկը չգիտի, եթե այս համաձայնագրի մաս չի, մոդուլային ռեակտորները Միացյալ Նահանգներում հասունության ինչ մակարդակի են հասել։ Եվ այստեղից է այն տեղեկատվությունը, որ կարելի է ունենալ առանց այս համաձայնագրի, մենք ունենք։ Բայց քանի որ այդ ունեցած տեղեկատվության հիման վրա մեր հետաքրքրությունը մեծացել էր եւ Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերություններն էլ զարգանում են, հենց դրա համար ենք 1-2-3 համաձայնագիրը ստորագրել։